Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Սարգիս Արթուրի Գասպարյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Արցախ, Ստեփանակերտ, իսկ արդեն 4 տարեկանում Շուշի։ 1 եղբայր, 2 քույր էին։ Հայրը արցախյան պատերազմի մասնակից է և տղային էլ դաստիարակում էր նույն ոգով։ Միասին միշտ փորձեր էին անում, պարապում, իբրև արդեն բանակի զինվոր է, և ենթարկվում էր հոր հրամաններին՝ աջ, ձախ, հավսար, զգաստ։ Շատ հետաքրքիր բնավորություն ուներ։ Տանը չափից դուրս աշխույժ էր, սիրում էր բոլոր երեխաների պես խաղալ, իսկ դրսում համեստ էր ու խելոք, միաժամանակ տաքարյուն էր և փոքր տարիքում, և երիտասարդ տարիքում։ Հոգով պարզ էր, բարի ու ընկերասեր։ Երբեք չի եղել, որ նրա վարքի համար ծնողներն ամաչեն։ Սեփական տուն ունեին, և նա միշտ սիրում էր բարձրանալ ծառերի վրա ու հասնել ամենավերին ճյուղերին։ Սիրում էր նաև բարձրանալ տան տանիքն ու ընկույզ հավաքել, քանզի ընկուզենու ճյուղը տանիքին էր խոնարհված։ 4 տարեկան էր, երբ Շուշիի սեփական տնից տեղափոխվել են շենք։ Իսկ թե ինչու, հերոսացին մայրը տիկին Լիաննան պատմում է արցունքները հազիվ կուլ տալով։ 2005 թվականն էր, մի օր երազ տեսա ու շատ վախեցա, չէի պատկերացնում, որ մի օր կիրականանա այն։ Երազումս Սարգիսն իբր բարձրացել էր բարձր շենքի տանիքին և չարաճճիություն էր անում ցատկոտում։ Ես էլ ասում էի՝ չի կարելի, կընկնես, իջի, բայց նա շարունակում էր ինձ չենթարկվել և հանկարծ ընկավ։ Ես վեր թռա քնիցս, սեփական ճչիցս, ինչ իմանայի, որ այլ ու ավելի դաժան կերպ է իրականանալու երազս, բայց այդ ժամանակ հաշվի առնելով նրա աշխույժ բնավորությունը, որ սիրում է ծառեր բարձրանալ, տանիքներ ու քանդած շենքեր մտնել, բնակարան գնեցինք և տեղափոխվեցինք առաջին հարկ, որ էլ ընկնելու տեղ չունենա։ Մեր մտքով ապահովագրեցինք մեր մինուճարին, բայց ում մտքով կանցներ, որ ուրիշ բարձունքից է ընկնելու։ Հերոսացին մորն այլևս չէի լսում։ Սահմռկել էի։ Այդպես էլ դիպուկ երազ կլիներ, որ իրականացավ տարիներ անց։ Սա սոսկ ցինիկ ճակատագրի քմահաճույք էր, ուրիշ կերպ բնորոշել չեմ կարող։ Լավ, շարունակեմ հերթով։ Շուշիում էլ գնացել եմ մանկապարտեզ։ Առաջին օրը, երբ մայրը գնացել է տուն բերելու, դաստիարակները ծիծաղելով պատմել են։ Ամբողջ օրն իրեն մեծավարի, շատ լուրջ ու ծանրակշիռ պահեց։ Չէր խաղում երեխաների հետ։ Երբ հարցրեցինք՝ արա ինչու չես խաղում երեխաների հետ, վիրավորված պատասխանեց՝ ես Արա չեմ, ես Սարգիսն եմ։ Այդ տարիքից էր արդեն երևում նրա հպարտությունն ու արժանապատվությունը։ Արցախյան պատերազմից հետո հեշտ չէր երեխա մեծացնել, եթե չասեմ դժվար էր։ Մեր հերոսն ու իր քույրերը մեծացել են դժվար պայմաններում։ Ծնողներն աշխատում էին։ Մայրը Շուշիի գիշերօթիկ դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, իսկ հայրն էլեկտրացանցի հսկիչ։ Դեռ փոքր տարիքից նա շատ աշխատասեր էր, օգնում էր ծնողներին ցանկացած հարցում, թե կենցաղային, թե մյուս հարցերում։ Մայրիկին օգնում էր հեռվից դույլերով ջուր կրել, հայրիկին էլ օգնում էր փայտ կտրել վառարանի համար և գեղեցիկ շարվածքով դասավորել ձմռան համար։ Ապա հավերին էր կերակրում
Աշնան բերքահավաքի ժամանակ ծնողներին հավասար ակտիվորեն մասնակցում էր բերքահավաքին։ Առաջին դասարան գնացել է 2001 թվականին, սովորել է այն դպրոցում, որտեղ մայրն էր աշխատում։ Նրան դասերի հարցում օգնում էր մեծ քույրը։ Հարվածային էր, բայց շատ լավ ստեղծագործական ձիրք ուներ, գրում էր բանաստեղծություններ։ Դպրոցում երաժշտության դասերին պարտադիր էր որևէ երաժշտական գործիք նվագել իմանալը։ Նա ընտրել էր դաշնամուրը, սակայն սովորական առարկաների դասերի հետ չէր հասցնում, և երաժշտության ամեն մի դաս սթրես էր առաջացնում թե նրա, թե ընտանիքի անդամների մոտ։ Չէր սիրում, երբ ծնողները ստիպում էին պարապել։ Փոխարենը շատ էր սիրում ինչ-որ բան քանդել, հավաքել՝ մեքենա, հեծանիվ, խաղալիք, հոսանքի լարեր, տեխնիկա, և միշտ քանդածի վրա նորամուծություններ էր անում, նոր բան ստանում։ Ծնողները նրան համակարգի չէին գնել, որն էլ սկսել է ուսումնասիրելով, քանդել, հավաքել, նոր ծրագրերով համալրել ու շուտով սկսեց ուրիշների համար ծրագրային խնդիրներ լուծել։ Հաճախում էր Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը։ Դպրոցական տարիները խառն էին ու դժվար նրա համար։ Երրորդից չորրորդ դասարաններում զուգահեռաբար և սիրով հաճախում էր մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գործող տարբեր խմբակների, հայկական պարերի, նկարչության, իսկ գոբելենի հատուկ ասեղն ուզում էր ձևափոխել, կատարելագործել։ Երբ բնակարանը վերանորոգում էին, նա օգնել է հորն ամեն հարցում։ 2010 թվականին 9-րդ դասարանն ավարտելով ընդունվել է Երևանի տնտեսագիտական քոլեջ, իսկ 2013 թվականին ավարտելով այն ընդունվել է Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի էկոնոմիկայի բաժին, սակայն երկրորդ կուրսում 2014 թվականին կիսատ թողնելով կրթությունը հունվարի 5-ին զորակոչվել է բանակ Ջեբրայիլ, ապա եղնիկներ, ծառայելով նվիրումով զորացրվել է 2016 թվականի փետրվարի 5-ին։ Շատ աշխատասեր էր, զորացրվելուց հետո 2 բիզնես պլան կազմեց, սակայն չարաբաստիկ պատերազմն իր նենգ հետևանքներով ամեն ինչ կիսատ թողեց։ Իսկ մինչ պատերազմը որոշել էր մասնագիտությունը փոխել, ընդունվել պետհամալսարանի ֆիզիկա-մաթեմատիկայի բաժին, ընդամենը 2 ամիս։ Անգամ չհասցրեց զորացրումից հետո հանգստանալու ու ուշքի գալ։ Մարտի վերջ սահմանի վիճակն արդեն լարված էր։ Նա զգում էր, որ պատերազմը հեռու չէ, իսկ ապրիլի 2-ին սկսվեց չարագույժ պատերազմը։ Նա կամավորագրվեց և ամսի 4-ին մեկնեց սահման Թալիշ։ Չգնալ չէր կարող, քանզի դաստիարակված էր ազատամարտիկ հոր ոգով։ Սկզբում մայրը դեմ է եղել, իսկ երբ զգացել է, որ անզոր է պարզապես, ասել է. «Տղաս, միայն թուրքի ձեռքը չընկնես, մի փամփուշտ, մի նռնակ քեզ համար կպահես»։ 10 օրը մեկ Սարգիսը մի օրով գալիս էր տուն, տանեցիներին հանգստացնում, հագուստը փոխում, լողանում և հաջորդ օրը հերթափոխի հետ նորից վերադառնում դիրքեր։ Թվում էր ամեն բան նորմալ է, թվում էր նենք ոսոխին դաս է եղել հայի հակահարվածը, իսկ սահմանին կանգնած տղաները պարզապես հսկում են հայի անդորրը։ Այո, թվում էր, միայն թվում էր։ Ինտերնետային օդնոկլասնիկի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ 4 զինվոր գնում են դեպի արև, և լուսանկարը վերնագրել էր «Դարոգով նիկուդա»։ Երբ քույրը Ինգան վերջին անգամ խոսել էր հետը, խնդրել էր զգույշ լինել, սակայն նա հանգստացրել էր քրոջն ասելով. «Մի անհանգստացիր, իմ պահապան հրեշտակն ինձ հետ է»։
բայց ապրիլի 29-ը դաժան էր ու դավադիր։ Կողքի դիրքից վիրավորվել է Վազգեն Հարությունյանը և Սարգիսը կրակի տակ 200 մետր առաջ է գնացել Վազգենին օգնելու, սակայն ցավոք ինքը ևս վիրավորվել է նենգադավոտարի կողմից, նախ ոտքից, ապա փորից։ Փորի վիրավորումը չի զգացել, իրեն թվացել է ոտքի վիրավորումից է վատ զգում։ Նրան օգնության հասած ընկերը, Սասունը, հարցրել է. «Սակ, ո՞նց ես, վախենում ես»։ Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում, ինձ մի քիչ թույլ եմ զգում»։ Սասունը հասկացել է, բայց լռել է ու փորձել նրան արագ հասցնել շտապօգնության մեքենային։ Սարգիսը կյանքի ու մահու սահմանագծին կռիվ մղեց 2 օր։ Հայրը, պարոն Արթուրը, պատմում է. «Բժիշկը չիմանալով, որ ես եմ հայրը, կողքիս կանգնած սպային ասաց. բոլոր օրգանները բացի սրտից վնասված են, իսկ սպան ցույց տալով ինձ բժշկին ասաց. վիրավորի հայրն է, ծանոթացեք, ու բժիշկը շփոթահար ասաց. արել եմ ինչ հնարավոր է, մնացածն Աստծո ձեռքերում է, պիտի սպասենք»։ Իսկ 3-րդ օրը, մայիսի 2-ին, մեր անվախը հավերժի ճամփորդ դարձավ, միանալով թեժ պատերազմի օրերին զոհված իր քաջ ընկերներին։ Փառք ու խոնարհում մեր հզորին, մայրը հեծկլ տալով ասում է. «Ես Սարգսիս մի քանի անգամ եմ կորցրել, 3, 4, 5, արդեն թիվն էլ եմ մոռացել, երբ վիրավորվել է, հեռախոսն ընկել է, մնացել անձրևների տակ, փչացել, նկարներն էլ մնացել մեջը, իսկ երբ հավերժացավ ու տաղավարներից 7-ն արեցինք, այդ օրը նրա 2-րդ հեռախոսը գողացան, որի մեջ էլի նկարներ կային, ու դա էլ այդպես գնաց անվերադարձ և կարծես նորից կորցնեի տղայիս։ Ինձ ոչինչ չի մնացել։ Ապա աղջիկս Երևանում էր, գնացել էին Սուրբ Սարգիս եկեղեցի եղբոր հիշատակի համար մոմեր վառելու, երբ այդ մոտակայքում նրա պայուսակից հանել էին նրա հեռախոսն ու փողերը։ Շուշի մեր տունը, որ Արցախյան 3-րդ պատերազմի ժամանակ մնաց թուրքերին, գրեթե ամբողջությամբ Սարգիսս էր կառուցել իր ձեռքերով։ Անգամ ուրիշներն էին գալիս խնդրում, որ գնա տան ներքին հարդարման աշխատանքներ անի, այսինքն ռեմոնտ էլի։ Մի երիտասարդ, պատահաբար տեսնելով հերոսի մորը, մոտեցել է նրան և ասել. «Տիկին Մինասյան, Սարգսի մասին էնքան բան են պատմում, ձեր տղայի սրտում վախ չի եղել»։ Իսկ մայրը ճանաչում էր այդ խոսքերի մեջ որդուն, ու սիրտն ավելի կարոտով էր լցվում։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Արցախի մարտական ծառայություն և Հայաստանի Հանրապետության արիության համար մեդալներով։ Խոնարհումս նրա աննկուն ոգուն և փառք նրա հիշատակին։